Բարի օր բոլորին, ձեզ հետ Հասմիկն է Հնդկաստանից, ժամը 1-ն է մեզ մոտ հիմա, իսկ ես նոր նախաճաշ եմ անում, նախաճաշ պլյուս ճաշ, brunch, breakfast and lunch, brunch, մի խոսքով, այստեղ ունեմ խաշած ձու, ավոկադո, աղցան, որ գիշերն էի պատրաստել, այստեղ հավի քարաճիկ է մի քիչ մնացել, դա էլ ավելացրեցի, որ սառնանում չմնա, երեկ գիշեր էի էլի պատրաստել, մի խոսքով, ես իմ ճաշա նախաճաշն անեմ վերջացնեմ ու անցնեմ գործերիս, ձեզ էլ բարի դիտում, տեսնեմ ինչ եմ նկարում ձեզ համար այսօր։ Հայ։ Thank you. Այսպես գնում։ Արեք, ինչ ես պատրաստել, բալ ցույց տուր, հելա ցույց տուր։ Ապերին մի հատ հագի արա, ապերին հագի արա, ցույց ես տալիս։ Let's go. Թող ցույց տա մի հատ, ցույց տուր տեսնեմ ինչ ես պատրաստել, բալա։ Վաու, հենց դիր աչքերին տեսնեմ։ Այսպես։ Այստեղ, արեք։ Կտանենք, կկապենք, հա։ Արեք։ Գնացինք լավ վերջ շուպայուսը։ Oh no. Բայց լավ ես կդնեմ, ոչինչ ես կփակցնեմ։ Վերջ շուպայուսը կվերցու։ Սիրելիներս եկել եմ խոհանոց, հավի մսով ապուր եմ ուզում պատրաստել ու մի քիչ պատմել մեր առավոտից, թե ինչպես անցավ։ Առավոտյան Ռոնիին տարել էի ատամնաբուժարան, ուրեմն այս կողքի ատամներից մեկը ջարդվել էր ընկել էր, բայց մնացորդները մնացել էին, ամբողջությամբ ատամը դուրս չէր եկել։ Մի քանի ամիս է ինչ սպասում ենք, որ դա կընկնի, ամբողջությամբ կմաքրվի, բայց չէ, դա տեղի չունեցավ ու դրան ավելացրած վրայից էլ մի հատ ատամ աճեց, այսինքն դրա տեղը չաճեց, էլի վրան աճեց, ու այդպես ինձ անհանգստացրեց այդ փաստը, մտածեցի հանկարծ Ժանիկի նման չառաջանա ատամը ու տարա ատամնաբուժի մոտ։ Քանի որ ատամն արդեն բավականին մեծ դուրս էր եկել, արդեն մտածեցի, որ լավ, այն տակինը չի ընկնի ու սա էլ երևի տեղը չի ընկնի, էլի նորմալ ու սիրուն ուղիղ ատամ չի լինի, պիտի մի բան անել։ Տարա բժիշկն ասաց, որ երբ որ ամբողջական ատամն է լինում դեռ չընկած, հավանականություն կա, որ ամբողջությամբ կընկնի ու շուտ կընկնի։ Բայց քանի որ մնացորդներ են մնացել, սա, չգիտեմ, շատ երկար կտևի ու գուցե ինքն իրան էլ չընկնի, դրա համար մեր միջամտությունն է պետք։ Սա կհանենք, արդեն վերևի ատամը հանգիստ կգա իր դիրքով կիչնի տեղը, էլ այսպես ասած, ես հարցեցի, հո Ժանիկ չի մնա այդ եւ այլն, ասաց չէ, Ժանիկ չի լինի, կընկնի տեղը, մի խոսքով ժամանակ տուր, ժամանակի ընթացքում կհասկանաս, որ ատամը տեղաշարժվել է վերևից ներքև։ Հիմա հուսով սպասենք, որ հենց այդպես էլ կլինի։ Մյուս կողմի ատամն էլ էլի հանելու ատամ է, այսինքն սպասում ենք, որ դա էլ կընկնի, բայց չի ընկնում, ամբողջական է, մնացորդներ չեն, բայց դեռ չի ընկնում։ Դրա վրայից էլ է ատամ աճել, բայց ամբողջությամբ դուրս չի եկել դեռ ատամը, բայց ինձ փոքրիկ սպիտակ երևում է, երբ որ ձեռք ես տալիս, կոմես որ դա ատամ է, արդեն լնից բացվել է, դուրս է եկել մի փոքր։ Դրա համար ասած դեռ ժամանակ ունենք, դեռ չենք հանի այս ատամը, կսպասենք 6 ամիս եւս, որովհետեւ այդ ատամն ընկնում է մինչեւ 8.5 տարեկան ու դեռ Ռոնին 8.5 չկա, սպասենք 6 ամիս եւս, եթե 6 ամիսների ընթացքում չընկնի այդ ատամը, մենք արդեն կմիջամտենք եւ այդ ատամներ կհանենք, ասեց մի մտածի, Ժանիկ չի լինի, վերևից աճել է հասկանում եմ, բայց դա Ժանիկ չի լինի։ Հետո երբ որ ատամը մենք հանենք, դա կընկնի իր տեղը, նորմալ կտեղավորվի, արդեն նորմալ լավ ատամներ կմեծանան։ Ասեցի, որ ես հենց դրանից էի վախենում, որ Ժանիկներ չլինեն, երեխայի ժպիտը կփոխվի, դեմքի իհարկե արտահայտությունը, բերանի հատվածում, մի խոսքով էլի, սիրուն ատամնաշար թող ունենա։ Ասած, եթե հիմա հանեմ, գուցե այդ վերևի ատամը նորմալ իր տեղը չառնի, ծուռմրտիկ աճի, դրա համար թող մի քիչ ժամանակ անցնի։ Իսկ այն ջարդված ատամի մնացորդները հանեց բնականաբար, սրսկեց, անզգայացրեց, սպասեցինք այն տեղահակին, Ռոնին շատ խիզախությամբ համբերեց, մի պահ լացը գալիս էր, բայց ինձ իրեն հավաքեց, զսպեց ու չլացեց, չնայած շուրթերը դողում էին, ինձ մեղքս եկավ այդ պահին, բայց խիզախություն ցուցաբերեց ու բժիշկներ իրեն ասում էր, էլի վայ, ես ինչ խիզախ տղա ես դու կարող ես, դու ոչ մի բան չկա, հեսա կվերջացնենք արդեն եւ այլն, ինքն էլ այդպես հանգիստ նստել էր, բնականաբար մարմինը մի քիչ լարված էր այդ ասեղից, սրսկոցից, դե իհարկե ցավոտ կլիներ, եթե չնայած անզգայացրած էր, բայց ամեն դեպքում տհաճություն կզգաս, բժիշկն ասեց, տհաճ զգացողություն կունենա։
մի խոսքով անցանք, դա էլ անցանք, վերջացավ, ջերմություն չունեցավ, հետո ցավ չունեցավ, ցավազրկման համար տարբերակեր առաջարկել, եթե ցավա, այսքան էս ինչից կտաս եւ այլն, բայց բարեբախտաբար ոչ մի ցավ չեղավ, հետո ամեն ինչ բարեհաջող վերջացավ։ Հիմա սպասենք մյուս ատամի ընկնելուն։ Ձեր երեխաների դեպքում ինչպես է եղել, այդպես ինքնուրույն ընկել են ատամները, հետո նորեն աճել, թե այս Ռոնի դեպքի նման է։ Օրինակ Ռոնի ատամների աճը մի քիչ դանդաղ է, այդքան էլ արագ շուտ չի լինում, էլի։ Ոնց որ ասենք ատամները երեխաներ կան իր ընկերների մեջ, որոնց ատամները ավելի շուտ են ընկել այդ ընկնող ատամները, իսկ իր այդ ատամները այս վերջերս նոր ընկան։ Մի խոսքով գնամ ապուրս պատրաստեմ, արեգս քնած է դեռ, պատրաստեմ, քանի չի եկել խանգարի, որովհետև երբ մտնում է խոհանոց, վերջ արդեն իմ 15 րոպեվա գործը դառնում է ժողովուրդ մի ժամից ավել ու տանջանքների մեջ եմ լինում, որովհետև դարակները բացում է, կանգնում է դարակների վրա, դարակների բռնակների վրա կանգնելով բարձրանում է չգիտեմ ուր, ուզում է հասնի Էվերեստին կամ Արարատին։ Մի խոսքով դժվարանում է շատ գործը, երբ որ խոհանոցում եմ, իսկ եթե ես խոհանոցում եմ, ինքը անպայման պիտի գա իմ հետ, չգիտեմ, գործեր անի։ Եթե ես վերցնում եմ աման լվանամ, չի թողնում աման լվանամ, ինքն է ուզում անի, ինքը ջուրը բացի, ինքը տունը մաքրի, ինքը հատակը մաքրի, չգիտեմ, ամանները ինքը դասավորի, գթալները ինքը դասավորի եւ այլն եւ այլն։ Դե դասավորելն էլ ճակերտների մեջ եմ ասում, որովհետեւ ինչ դասավորել։ Գցնում է, խառնում է իրար, էլի։ Շատ ժամանակ իհարկե թողնում եմ, եթե ժամանակ եմ ունենում, եթե արագ անելու գործ չի, ասում եմ դե լավ, ոչինչ, մի քիչ է ձգձգեմ կամ իրեն ինչ որ շեղող բան եմ ցույց տալիս կամ մի քիչ խոհանոցից կտրվում գնում նստում եմ, օրինակ բազմոցին իր հետ մի քիչ խաղում եմ, որ ինքը մոռանա այս հատվածը, մի քիչ ընկղմվի այդ խաղի մեջ ու եթե ես արագ գամ ծլկեմ կամ խոհանոց ու շարունակեմ իմ գործը, բայց մի քանի րոպեից նորից տեսնում եմ, որ ինքը գալիս է իմ հետևից։ Դե Էտա ու հետո կապրիզների շրջանն է սկսվել, շատ կապրիզներ է անում, ամեն բան իր ուզածով է ուզում լինի։ Այս 2 տարեկանի կրիզիսի էտապում ենք հիմա, տեսնենք երբ ու ինչ ձև կավարտվի։ Փորձում եմ առավելագույնս համբերատարություն ցուցաբերել։ Ոյ, երեխաների հետ, մանավանդ եթե երկուսն են ինչ որ հարցերով համառում են, արդեն բնականաբար դժվար է լինում ինքնատիրապետումդ պահել, համբերատարություն մինչև վերջ ցուցաբերել, բայց առավելագույնս փորձում եմ, ինչքան որ ստացվում է։ Այդպես, սիրելիներս, դուք կիսվեք կոմենտներում, տեսնեմ դուք ինչպես եք հաղթահարել այդ 2 տարեկանի կրիզիսը, եղել է ձեզ մոտ թե չէ, գուցե ոչ բոլոր երեխաների մոտ է լինում կամ տարբեր դրսևորումներ է ունենում գուցե։ Մի խոսքով ձեր փորձով կիսվեք կոմենտներում, եթե 2 րոպե ժամանակ կունենաք, սիրով կկարդամ։ Անուն նոր բնակարան է գնել, եկել եմ տեսնեմ։ Nice. You can make the reel of their reel. Ահա, այդտեղ թութակներ ունի անուն։ Ես ձեզ իր նախկին բնակարանը ցույց եմ տվել, հատուկ չեմ նկարել ամեն անկյունը, բայց տեսել եք, որ եկել եմ այստեղ, ցույց եմ տվել ինչ որ ատրիբուտներ, սենյակից հատվածներ։ Հիմա ասում եմ ոնց որ այդ քո նույն տունը լինի, որովհետև իրերից շատերը նույնն են, էլի իհարկե բերել այն հին բնակարանից։ Սենց սիրում է ինքը սենց արհեստական ծաղիկներ, փոքրիկ ատրիբուտիկներ։ Խոսքով։ Այստեղ իր ձեռքի աշխատանքներն են։ I can put on the lights also outside. Սա լրիվ նոր բնակարան է, առաջին անգամ չբնակեցված էլի։ Առաջին անգամ ինքն է։ Մահճակալը դեռ պատրաստ չէ անի, մահճակալը պատվիրել է պիտի մահճակալն իր պահարանի հետ բանանեն, պատրաստեն բերեն։ Մի խոսքով, այստեղ ինչեր ունի գրած, ինչ որ իրեն ոգեշնչող խոսքեր ա գրել, train yourself to let go of everything you fear to lose, wow, ինքն է նկարել իմիջայլոց, են սիրուն նկարում է նաև, տաղանդավոր ընկերուհի ունեմ, բա։ If you want revenge for the bad things that have happened in your life, start with the version of you that has not lived up to your potential. Wow, Anu! Nice board!
After getting what you prayed for, pray for this. But it is Հա։ like it's my same Այս house. puzzle-ն ինքն է հավաքել։ Շատ խիտ puzzle է։ Չէ՞ տարբեր խառը գույներով։ Lost a few pieces, but don't show them. Okay. Լեջի։ Երկու կտոր պակասում, ասում ցույց մի տոր։ Օ, ստեղ էլ է պակասում։ Հայլին բանա լույսերով է։ 2-3 գույնանի լույսերով։ Մի խոսքով լավ, գնանք սուրճ պատրաստենք, խմենք։ Ժողովուրդ թե ենք խմում, անում բացել է իր հիշողությունների բանը, բոքսը, տուփը, ու նայում ենք, որ հա։ Նայում ենք, թե ինքն իր դպրոցական տարիներին ինչ թերթերից ինչ հատվածներ է կտրել, պահել, սենց հիշողությունների տուփ ունի։ This is Siddharth. Ու մասիրա հարված եղել նկարները պահելը։ See this? This is so cute. They're kissing. Գախնի տետրը, որ բոլորս ունեցել ենք երևի։ This is Hrithik Roshan. This is Shah Rukh Khan family. Shahrukh Khan family։ See. Then this is Aishwarya Rai. Aishwarya Rai այս նկարը բոլորը կհիշեն, ինձ թվում է, որովհետև շատ ինքը եւի ճանաչվեց ավելի շատ այս նկարով, էլ այս նկարն էր տարածված։ Amitabh Bachchan։ Այստեղ էլ ունի մի խորց։ This is birthday card. This is me. Դու։ हाँ. Ծննդյան քարտա, բանա։ Ծննդյան բացիկ։ Շատ սիրուն նկարված։ Դուք իմ պարընկերուհիներին գիտեք Ֆաթիմային ու Անուին, իրենց հետ եմ շատ մոտ մտերիմ, բայց ցավոք սրտի Ֆաթիման լքել է մեզ, նկատի ունեմ լքել է մեր քաղաքը, ամուսնուն գործուղել էին Մումբայից Ջայփուր, այնտեղ երկար ժամանակով աշխատելու, բնականաբար ինքն էլ պիտի միանար ամուսնուն, այդքան երկար մենակ էստեղ չէր մնալու, չնայած ափսոսում էր այն աշխատանքը, որ ուներ, բայց այնպես ստացվեց, որ ինքն իր աշխատանքը կորցրեց ու այլ բան չուներ կորցնելու այստեղ, այլ բան չուներ իրեն պահելու Մումբայում, այդպես տեղափոխվեց Ջայփուր։ Եկել ենք միասին վերջին անգամ ընթրելու, հաջող անելու իրար ու սա վերջին օրն էր, որ իրար տեսանք, սա երբ էր անցած տարի նոյեմբեր ամսին։ Մի խոսքով այս կադրերը նկարել եմ, բայց վլոգների մեջ չեմ տեղադրել, հիմա եմ տեղադրում ձեզ համար ու նաև հիշողություն մեզ համար։ Շատ կարոտում ենք իրեն։ Ես շատ հեշտությամբ չեմ մտերմանում մարդկանց հետ, հաշված մարդկանց եմ ինձ մոտ թողնում ու եթե իրենց հետ ընկերացել եմ, ուրեմն իսկապես լավն են։ Մի խոսքով մենք բնականաբար տխուր ենք, որ ինքը մեզ հետ չէ, բայց իր համար ուրախ ենք, քանի որ այնտեղ իրեն հարմար է, նոր աշխատանք է գտել եւ ամուսնու հետ երջանիկ է։ Բնականաբար դա ամենակարևորն է։ Սիրելիներս, ընկերուս հետ եկել ենք խանութ մի քիչ գնումներ կատարելու։ Իմ սիրելի, մեր սիրելի խանութներից մեկում ենք։ Այս կոշիկի բաժինն է, բայց կոշիկ չենք գնում, հագուստ ավելի շատ։ Ֆաթիման այնտեղ հագուստ է նայում, մի խոսքով, այսպես։ Նույն կտորից, նույն դիզայնի բլուզ եւ շորիկ։ Սա լավը, շատ սիրուն կլինի ջինսի հետ, ավելի դենց գարնանային, աշնանային լուքա։ Այս շապիկից համ սպիտակը կար, համ սևը, սևը վերցրել եմ փորձելու եւ ես սև վերնաշապիկ էի ուզում գնեի շատ, ճիշտ է, այս ոճի մեջ չէ, ավելի առանց նախշերի, բայց քանի որ սա տեսա, մենակ դա է այդ տեսակն է, ասացի լավ, սպասի մի հատ փորձեմ։ Այս գիտեք խանութի լույսերից է, որ sense թրթռում է էկրանը, այսա չգիտեմ ինչ անեմ, որ չթրթռա, լավ անցավ ոնց որ։ Ասեցի կոշիկ չենք նայում, բայց եկան կոշիկի բաժին, տեսեք էսի սիրուն է, բայց հարմար չի։
փոքրատարն է գրում։ Ստացվում է։ Այո։ Ասել եմ, որ ճկույթով չափի, այդպես տարածությունը որոշի տառերի։ Ինչքան հեռու պիտի լինեն իրարից։ Բայց լավ, արդեն եթե մատիտով էլ չգծես, արդեն մոտավոր գիտես ինչքան հեռու պիտի գրես, չէ՞ բար։ Ներքևի մենակ գիծը մի քիչ երկար արա արևս։ Այս գիծը երկար արևս։ Երկու տող մեծատար, երկու տող փոքրատար, հետո բառեր պիտի գրենք։ Մեկ էլ պիտի մնացած սովորած տառերը մի հատ կրկնողություն անենք, որովհետև մի երկու տառ լավ չի հիշում։ Գծերը չէ, տեսնում ես, որ արագ ես անում, աղավաղում ես։ Գծերը կարճ ես անում ու այս հավասար մի գրի։ Տես բալես, այս վերևի բանը մասնիկը, մեկ էլ ներքևինը պիտի հավասար չլինեն կամ շատ պիտի տարբեր լինեն։ Վերևինը մեծ, ներքևինը փոքր։ Like this. Հա, դա մեծ իջացրու։ Հա, բայց տեսար, որ ուղղեցիր արդեն սիրուն չի։ Մենք չենք ուշանում գնացքից։ Մենք տանում ենք, կարող ես դանդաղ գրել սիրուն։ Ցավը տանեմ, իջացրու ներքև գիծը բալես։ Ահա։ Սիրուն գրի, սիրուն։ Գիտես, որ ես չեմ սիրում վատ ձեռագիր։ Թմբլիկ խեր գրի։ Կմախ խեր մի գրի։ Վերևի ես նշանը լավ ես անում, բայց ներքևի բանը գիծ այնքան կարճ ես անում, չի համապատասխանում արևս։ Այսպես։ Սիրունա գրի։ Ներքևի այդ վերջի մասնիկը մի կիսա, no, չէ, կիսատ մի թող, վերջի մասնիկը սիրուն կլորացրու։ Ուղի։ Ռոնիի խերը տեսեք, սիրունա, լավ ես գրել։ Ճիշտ է, ուղղելու տեղ կա, հետո կաշխատես, գծիկները էլի շատ կարճ ես արել, բալես, վերջի մի քանի հատը խերի փոքրատար, ներքևի գիծը կարճ ես արել, պիտի հավասարացնես։ Լավ, հիմա բառեր ենք գրում։ Սիրելիներս քիչ առաջ թթու եմ դրել, շատ համով ու հոտով գործի է, այսպես ասած, հիմա վրան ափսե կդնեմ, քանի որ կլիման տաք է, ավելի շուտ է թթվում։ Այստեղ միայն ծաղկակաղամն է պակասում, մյուս անգամ էլ ծաղկակաղամ կանեմ կամ առանձին կդնեմ, համեմի սերմ եմ ավելացրել, ինչպես տեսնում եք, սև կլոր պղպեղ եմ ավելացրել, դափնու տերև չունեի, չեմ ավելացրել, ծխտոր, նեխուր, մի խոսքով, պիտի որ շատ համեղ ստացվի։ Արագի մեջ թխվածք թխեցի, այսպիսի տեսք ունի, արագ, մի քիչ ելակ ունեի, շարեցի վրան, մեջներ եմ ելակ դրել, մի խոսքով դնեմ սառնարան սառի ու երեկոյան հյուր ունեմ, ընկերուհիս է գալու, միասին կսրճենք այդ համեղությունով, Ռոնին էլ անհամբեր սպասում, այս վերջերս շատ հաճախ եմ թխում տորթեր, իմիջիալոց սա սպիտակ ալյուրով չէ պատրաստված, այլ ամբողջահատիկ ցորենի ալյուրով եւ վարսակի ալյուրով, երկուսն էլ խառնել եմ իրար, վստահ եմ, որ համեղ է լինելու։ Այս չափի տորթի համար այս ձևի աման չունեի, հիմա իմ սկուտեղը ավելի մեծ էր, իսկ սառնարանի մեջ չի ուզում այդքան մեծ դնել, դրա համար այս ամանի մեջ տեղավորեցի, մի խոսքով։ Գնաց սառնարան սա։